Վասակաշատ, Վասակակերտ կամ Վասակաբերդ, ամրոց Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում։ Հավանաբար հիմնադրել է հայոց մարզպան Վասակ Սյունին 5-րդ դարում։ 10-րդ դարում հիշատակվում էր Վասակակերտ անունով։ Ավերակները պահպանվել են Սյունիքի մարզի Հացավան գյուղի հյուսիսային կողմում, երկու գետակների միջև գտնվող բարձունքի վրա։ Վասակաբերդ 5-րդ դարի ամրոցը ժամանակի նկարագրել է ազգագագետ Ե. Լալայանը, առանց հիշատակելու նրա անունը։ Համաձայն վերջինիս վկայության, ամրոցը գտնվել է Բլրի գագաթին, ունեցել է 2 պարիսպ։ Բերդի գագաթին եղել է մի ավազան, որի ջուրը բերվել է մոտակա հարավային կողմի լեռներից, որովհետև այդ ուղղության վրա են գտնվել փողրակները։ Ինչպես Բերդի շուրջը, այնպես էլ ներսում նկատելի են եղել տների հետքեր։ Բերդի հյուսիսային ստորին, գետի ափին գտնվել են կարասներ, լի մարդկանց ոսկորներով։ Հատկանշական է, որ կարասային թաղումների իրողությունը վկայում է ամրոցի ավելի վաղ շրջանի պատմության մասին։ Ենթադրվում է, որ Վասակաշատը հայոց մարզպան Վասակ Սյունու 5-րդ դարի բերդաքաղաքն էր։ Ըստ պատմիչ Եղիշեի, հայ նախարարները Վարդանանց պատերազմի ընթացքում գրավել են Վասակաշատը։ Այդ մասին է վկայում նաև հայ բանասեր, աշխարհագետ Ղուկաս Ինճիճյանը։ Ամրոցի միջնադարյան շրջանի պատմության հետ առնչվող կարևոր մանրամաս է ճնարակաց խեցգետինի և ապակյա անոթների բազմաթիվ բեկորների առկայությունը բերդատեղում։ Պատմաբան Մորուս Հասրությանի կարծիքով դրանք նման են անիում, դվինում, Նախիջևանում, Ռեյում հայտնաբերված նյութերի և վկայում են նրա առևտրական կապերի մասին Անիի թագավորության և մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում։